Ես շատ շնորհակալ եմ եւ փառք եմ տալիս Աստծուն Աստվածաշնչի համար, որից քիչ անց պիտի ընթերցեմ։ Այն լուսավորում է հավատացողի կյանքը եւ ընթացքը, մխիթարում է, զորացնում է, դարձնում է դիմասկուն, դարձնում է իմաստուն։ Աստվածաշունչը մեզ հետ խոսում է։ Ամեն։ Աստվածաշունչը մեզ հետ խոսում է։ Խոսում է ոչ միայն աստվածային օրենքներով եւ ճշմարտություններով, այլ նաեւ մարդկային կյանքերի օրինակներով, նրանց վերելքներով եւ անկումներով, նվիրվածությամբ եւ ուրացումով, նրանց սրտի դիրքով, ասված խոսքով եւ այլն։ Մանավանդ Սաղմոսների գիրքը, Սաղմոսների մեջ մենք նկատում ենք Աստծո մարդկանց սրտի ապրումները, նրանց զգացածը, նրանց հոգուճիչը։ Անշուշտ Սաղմոսներում ուրախության եւ ցնծության պակաս չկա, բայց գիտեք, որ կա նաեւ այնտեղ տառապանք եւ ցավ։ Օրինակ Դավիթն ասում է. «Ողորմիր ինձ Տեր, որ նեղված եմ։ Տրտմությունով մաշվեց իմ աչքը, իմ անձը եւ իմ փորը, որովհետեւ իմ կյանքը վերջացավ տխրությունով եւ իմ տարիքը հառաչանքով։ Իմ զորությունը տկարացավ իմ անիրավությունից եւ իմ ոսկորները մաշվեցին։ Իմ ամեն թշնամիների առջև նախատինք եղա, մանավանդ իմ դրացիների առջև։ Փողոցում ինձ տեսնողները խուսափում են ինձնից, մեռածի պես մոռացված եղա սրտերից, կորած ամանի նման եմ դարձել»։ Ինչպիսի ծանր ապրումներ, անմիջապես ուզում ես հարց տալ, ուզում ես հասկանալ, ուզում ես ուսումնասիրել եւ գտնել, տեսնես ինչ է պատահել այս մարդուն, որ այսպիսի բան է ասել։ Բայց սիրելիներ, հավատացեք, որ ոչ ավելի պակաս կարևոր է ուսումնասիրել եւ գտնել, թե Դավիթը հենց այդ իրավիճակի մեջ, այդ ապրումների մեջ ինչ է աղոթել, ինչ է եզրակացրել եւ ինչպես է վարվել։ Եվ Սաղմոսը, որը ես կարդացի, այնտեղ Դավիթը ասել է. «Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին, ով Տեր, ճշմարիտ Աստված»։ Եվ այսօրվա իմ պատգամի վերնագիրն է. «Քո ձեռքն եմ հանձնում հոգիս»։ Քո ձեռքն եմ հանձնում հոգիս։ Տերը ինձ գտել է եւ առաջին անգամ ինձ հպվել է 1993 թվականին, երբ որ ես 8 տարեկան էի։ Եվ այն օրերին շատ էր խոսվում Տիրոջ երկրորդ գալստի մասին եւ ասվում էր, որ մենք պիտի ամեն օր պատրաստ լինենք, հնարավոր է, որ հենց այս գիշեր գա Տերը։ Եվ ես 8-ամյա երեխա շատ երկար ժամանակ ամեն քնելուց առաջ իմ տեղերի մեջ աղոթում էի ասելով. «Տեր, եթե հանկարծ գաս, ինձ չթողնես, ինձ էլ կտանես։ Ես քո ձեռքերի մեջ եմ հանձնում իմ հոգին»։ Երբ որ ես պատգամին էի պատրաստվում եւ հիշեցի այս դրվագը, իմ կյանքից նոստալգիա ապրեցի, բայց ոչ քմծիծաղ։ Տերն ասել է Երանի երեխաներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը։ Սպասենք Տիրոջը։ Բայց ուզում եմ ասել, որ հիմա ես հասկանում եմ, որ այս խոսքերը խոսող Դավիթը լրիվ այլ ապրումներ է ունեցել, քան այդ 8-ամյա երեխան։ Նա լրիվ ուրիշ իրավիճակի մեջ է եղել եւ ուրիշ ապրումներ է ունեցել, ինչպես եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա, երբ որ նույնն ասաց. «Հայր, քո ձեռքերի մեջ եմ ավանդում իմ հոգին»։ Իսկ մենք գիտենք, որ դրանից քիչ առաջ նա աղաղակում էր ասելով. «Իմ Աստված, իմ Աստված, ինչու թողեցիր ինձ»։ Քույրեր, եղբայրներ, ես հավատում եմ, փոքրիշատե կարողացել եմ հասկանալ, ինձ բացվել է այս, որ Սուրբ Հոգու աշխատանքը մեր կյանքում ոչ միայն այն է, որ մենք խորապես հասկանանք իմ Աստված, ինչու թողեցիր ինձ խոսքերի նշանակությունն ու իմաստը, այլ Սուրբ Հոգին ուզում է գործը շարունակել, խաչի գործը շարունակել մեր կյանքում, որ մեզ բերի հասցնի մի կետի, որ մենք ասենք. «Քո ձեռքերի մեջ եմ հանձնում իմ հոգին»։ Թույլ տվեք երկու տեղ կարդալով ցույց տալ դա։ Սաղմոս 36-ից 7 համարները։ Ես ասացի իմ հաջողությունում, թե տեղիցս չեմ շարժվի հավիտյան։ Տեր,
քո հաճությունով իմ սարը զորավոր արիր, բայց երբ որ երեսը թաքցրեցիր, ես շփոթվեցի։ Երկրորդ տեղը կարդում եմ Սաղմոս 31:22-ը։ Ես իմ շփոթության մեջ ասացի, թե ես դենգծված եղա քո աչքի առջևից, բայց դարձյալ լսեցիր աղաղակիս ձայնը, երբ որ ես դեպի քեզ աղաղակեցի։ Մենք այս հատվածից տեսնում ենք, որ երբ որ մարդու կյանքում դադարել է նկատվել Աստծո մոտիկությունը, մարդը շփոթվել եւ տագնապել է։ Երկրորդ բանը, որ այստեղ մենք նկատում ենք, հետեւյալն է, որ երբ որ մարդը շփոթվել է, նա իրեն զգացել է կարծես թե դենգծված։ Ուզում եմ հիշեցնել Դավիթ թագավորի շատ փորձառու մարգարեի եւ Սաղմոսերգուի խոսք, ով ասում էր. «Դեն մի գցիր ինձ քո երեսից եւ քո Սուրբ Հոգին մի վերցրու ինձանից»։ Եղբայրներ, քույրեր, տարբեր պատճառներով կարող է Աստծո երեսը ծածկված լինել մարդուց։ Բայց ես վստահ եմ, որ երբ որ մարդը ասում է իմ Աստված, ինչու թողեցիր ինձ, այդ հարցը ունի պատասխան։ Այդ հարցը պատասխան ունի նույնիսկ Հիսուս Քրիստոսի դեպքում։ Սավուղի կյանքում նույնպես կար այսպիսի շփոթված ապրումներ, եւ հիշում եք, երբ որ նա վհուկի միջոցով Սամվել մարգարեին էր ուզում հանդիպել, նա ասաց. Աստված ինձնից հեռացել է եւ չի պատասխանում։ Աստված ինձնից հեռացել է եւ ինձ չի պատասխանում։ Եվ քանի դեռ ես սա ասեցի, փակագծերում կուզեի մի միտք ասել եւ հետո վերադառնալ թեմային։ Նա Սամվել մարգարեին ասում է. Աստված ինձ չի պատասխանում ոչ երազներով, ոչ մարգարեների միջոցով։ Բայց մենք ուսումնասիրելով Սուրբ Գիրքը գիտենք, որ Աստված միայն երազներով եւ մարգարեների միջոցով չէր խոսում իր ժողովրդի հետ, այլ նաեւ խոսում էր Ուրիմով եւ Թումիմով։ Եվ շատ իմաստուն ձևով, շատ ռեսները ասում են պլավնի, հա, շատ պլավնի ձևով Սավուղը չի ասում, որ Աստված ինձ հետ չի խոսում նաև Ուրիմով եւ Թումիմով, որովհետեւ ինքը գիտի, որ ինքը կոտորել է քահանաներին, որոնց միջոցով Տերը պիտի խոսեր իր հետ։ Եվ իմ կոչը ուղղված քեզ սա է. քո կյանքից մի վերացրու այն մարդկանց, որոնց միջոցով Աստված կարող է խոսել քեզ հետ։ Տերը ինձնից հեռացել է եւ ինձ չի պատասխանում, ասաց Սավուղը, եւ Սամվել մարգարեն Սավուղին ասաց. Տերը քեզնից հեռացել է եւ թշնամի է դարձել։ Ես ուսումնասիրեցի այս բառը ինչ է նշանակում թշնամի է դարձել եւ բնագրի մեջ տեսա, որ ոչ թե մեկը ինչ որ անընդհատ ուզում է վնասներ տալ եւ կործանել, այլ մեկը ով որ զգոն եւ արթուն հետևում է։ Ռուսերեն դա բդительно наблюдать։ Աստված հեռացել է քեզանից եւ արթուն, զարթուն հետևում է քեզ։ Երբ որ ես կարդում եմ մնացորդած գիրքը, Սավուղի մասին գրված է, եւ Սավուղը իր Տեր Աստծուն չհարցրեց, այլ վհուկին հարցրեց։ Եվ ես միշտ ընդվզում եմ այդ խոսքի դեմ, ասում եմ, ինչպես թե, չէ որ Սավուղը այդքան տանջվեց, բայց Տերը չպատասխանեց։ Փաստորեն պարզվում է, կամ ես համոզված եմ, որ Աստված հերվից դիտում էր նրան, որ Սավուղը կանչի այնքան, միջև որ Աստված պատասխանի։ Աստված սպասում էր, որ նա իրեն խնդրի։ Եվ ընդհանրապես ներել բառը, երբ որ մենք Աստծուց գալիս ենք, ներում ենք խնդրում, թույլ տվեք այս գիծը տանել, կուզեք կընդունեք, կուզեք չէ, բայց մտածեք։ Ինչ է նշանակում Աստված ներեց ինձ։ Ես հավատում եմ, որ դա նշանակում է, որ Աստված ներեց ինձ, տալով ինձ հնարավորություն ապրելու իր համար, ապրելու ուղիղ։ Ամեն, ամեն։ Տերը չի պատասխանում, ասում է Սավուղը։ Տերը հեռացել է ինձանից։ Երբ որ երեսը թաքցրեցիր, ես շփոթվեցի։ Թույլ տվեք հետագա ընթացքում խոսել 3 մարդկանց մասին, որոնց կյանքում կար Տիրոջ հաճությունը, Տիրոջ ձեռքն էր նրանց հետ, բայց ինչ որ պահից սկսած Տերը ծածկեց իր երեսը նրանցից եւ նրանք շփոթվեցին։ Եվ նրանք իրենց զգում էին ինչպես թե դենգծված։ Եվ նրանց ներսում կար աղաղակ դեպի Աստված, եւ աղաղակը մոտավոր սա էր. քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին։ Եվ երբ որ նրանք այսպես խոսում էին,
երբ որ նրանք իրենց անձը ծրարում էին եւ տալիս էին Աստծուն, Աստված հավատարմորեն միշտ պատասխանում էր։ Առաջին մարդը, ում կուզեի անդրադառնալ, դա Սամսոնն է։ Սամսոնի մազերը կտրվելուց հետո Սուրբ Գիրքն ասում է, որ նա վեր կացավ առաջին անգամների պես, որ ջարդի թշնամուն, բայց չգիտեր, որ Տերը իրենից գնացել էր։ Նա չգիտեր։ Գուցե քիչ-միչ նկատում էր, բայց Սուրբ Գիրքն ասում է, նա չգիտեր, բայց իմացավ։ Եվ երբ որ իմացավ, շատ դառը եղավ շարունակությունը։ Նրան կուրացրեցին, ահա նա կուրացած է, գերված, աղում է թշնամու, կալում եւ ծաղրվում։ Վերջապես Սուրբ Գրքից դուք գիտեք, որ նրան բերեցին Դագոնի տուն, որ բարի իրենց համար, որ ծիծաղեն նրա վրա։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, Սամսոնը աղաղակեց Տիրոջը եւ ասաց. «Ով Տեր, աղաչում եմ հիշիր ինձ, ով Աստված, միայն այս անգամ էլ ինձ ուժովացրու»։ Ես ուզում եմ մի քիչ մտածենք սրա մասին, ինչ է նշանակում հիշիր ինձ։ Ինչ պիտի հիշի Աստված։ Ես կարծում եմ, որտեղից եմ կարծում, որովհետև ես էլ եմ ասել։ Երբ որ ասում ենք հիշիր ինձ, կարծես թե մենք հիշեցնում ենք, որ նա է ուզել եւ մեզ ստեղծել, մենք նրա մատների գործն ենք։ Սամսոնն ասում է հիշիր, որ ես քեզ համար առանձնացված ուխտավոր եմ։ Դու հիշիր Տեր, որ ինձ օգտագործել ես։ Հիշիր Տեր, որ դու ինձ ընդհանրապես ստեղծել ես միմիայն քեզ համար։ Ես քո մատների գործն եմ, իսկ քո խոսքն ասում է թող Տիրոջ մատների գործը իրեն փառավորեն։ Եվ երբ որ ես մտածում եմ այս ուղղությամբ, իմ մոտ առաջանում է երկրորդ հարցը, իսկ դու հիշում ես։ Սամսոն, իսկ դու հիշում ես, թե ինչ է արել Աստված քո կյանքում, ինչ է արել քո միջոցով։ Հիշում ես, թե ինչպես էր Տիրոջ բարի հոգին գալիս քեզ վրա, եւ դու զորություն էիր գործում։ Դու հիշում ես, որտեղից ընկար։ Սուրբ Գիրքն ասում է հիշիր, թե որտեղից ընկար։ Եվ ես երկար տարիներ այս հատվածը մտածել եմ, որ Տերը յանի մեզ ասում է սկսի պրպտալ եւ գտնել քո կյանքում, թե որտեղ է անկում եղել։ Բայց ես համոզված եմ, որ այդ խոսքերի իմաստը դա չէ։ Դու գիտես, թե որտեղից ընկար։ Հիշիր, թե ինչպես ընկար։ Հիշիր, թե որ հարցում ընկար։ Եվ առաջին գործերն արա։ Սամսոնը պետք է հիշեր, թե ով է ինքը։ Եվ ես հավատում եմ, որ երբ որ մարդը Աստծուն ասում է հիշիր ինձ, ինքը դա ասում է ինքը իր մասին հիշած լինելու կոնտեքստում։ Երբ որ Սամսոնը հիշեց, թե ինչպես էր Տիրոջ հոգին գալիս իր վրա, նա այդ նույնը ուղղեց Տիրոջը։ Հիշում եմ եւ սիրտս թափում է ինձանում։ Մի ուրիշ տեղ ասում է հիշում եմ գիշերներում իմ երգելը։ Հոբ 29-ի մեջ Հոբն ասում է Երանի այն առաջին ամիսների պես եւ այն օրերի պես լիներ, որ Աստված ինձ պահում էր։ Երբ որ նրա ճրակը լույս էր տալիս իմ գլխի վրա, նրա լույսով գնում էի խավարում։ Երբ որ ամենակարողը տակավին ինձ հետ էր, երբ իմ գնացքը կոգիով էր ծփում եւ ապարաժի մոտիս յուղի աղբյուրներ էր բխում։ Ես չեմ ուզում իմ հարցակող անելով անհամեստ լինել եւ անհամեստություն թույլ տալ ինձ, բայց դու հիշում ես քեզ։ Ես գիտեմ, որ այս բեմից համարձակ խոսքեր շատ են հնչել եւ ոչ թե որ ես համարձակ մարդ եմ, այլ այս բեմից օգտվելով մի համարձակ բան ասեմ։ Մեր քարոզիչ եղբայրներին։ Այստեղի չէ, ընդհանրապես։ Քարոզիչ եմ, սիրտս ցավում է քարոզիչների համար։ Ես գիտեմ, որ քարոզիչները ինչ են ուզում։ Նրանք ուզում են, որ Տերը իրենց հետ լինի։ Նրանք ուզում են, որ Տերը իրենց օգտագործի։
Քարոզիչները կարող են դառնալ գրագետ եւ խոսել շատ դիպուկ, բայց քարոզիչների ուզածը առաջին հերթին դիպուկ խոսելը չէ, այլ Աստծո օծությունը զգալը։ Հոբ ասում է, ես հիշում եմ, որ իմ ընթացքը կոգիով էր ծփում։ Եվ վերջապես Տերը լսեց Սամսոնին։ Եվ Սամսոնն ասաց. իմ անձը թող փղշտացների հետ մեռնի։ Եվ ուժով ծռեց եւ տունը վայր ընկավ նախարարների վրա եւ միջում եղող բոլոր ժողովրդի վրա։ Եվ իր մեռնելով մերցրածները իր կենթանության ժամանակ մերցրածներից ավելին էին։ Ես այս առավոտյան եկել եմ բարի լուրով։ Սամսոնը լսվեց, քանի որ Սամսոնը իր հոգին հանձնեց Աստծո ձեռքերի մեջ։ Այն պահին, երբ որ նա, որ կարող էր երկար օրեր աղոթել, իմ Աստված, ինչու թողեցիր ինձ, հասավ մի կետի, որ ասաց, նույնիսկ ապրել չեմ ուզում, բայց ուզում եմ, որ իմ մահն էլ քեզ փառավորի։ Ինչ է նշանակում, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին, դա նշանակում է թող իմ մահը քեզ փառավորի, մինչև մահ պատրաստ եմ քոնը լինել։ Ինչ է նշանակում, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին, նշանակում է թող ես մեռնեմ աշխարհի համար, թող ես մեռնեմ մեղքի համար, թող ես մեռնեմ ամեն բանի համար, բայց ապրեմ միայն քեզ համար։ Սաղմոս 116:15 հայտարարում է. պատվական է Տիրոջ առաջին նրա սուրբերի մահը։ Երկրորդ մարդը, ում կուզեի անդրադառնալ, դա Եզեկիա թագավորն է, եւ Սուրբ Գիրքն ասում է, որ նա հիվանդացավ։ Եսայա մարգարեության 38-րդ գլխում իր Սաղմոսի մեջ, իր երգի մեջ մենք կարողանում ենք նկատել, թե ինչ աստիճանի էր շփոթված Աստծո մարդը Եզեկիան, նա շատ շփոթված էր։ Նա իրեն զգում էր ինչպես թե դեն գծված։ Նա ասում է, ես ճվճվում եմ ծիծեռնակի պես եւ աղավնու պես մնչում, ես տագնապ ունեմ ինձանում։ Եվ Սուրբ Գիրքը չի մանրամասնում, թե նրա հիվանդության պատճառն ինչ էր, թեև երկու ակնարկ կա, որ ձեր թույլտվությամբ կուզեի ներկայացնել։ Առաջին ակնարկը սա է, որ նա ասում է, պիտի զրկվեմ իմ տարիների մնացորդից։ Նա ինքը իր ներսում համոզված էր, որ Աստծո որոշած կյանքը այնքանը չէր, ինչքան որ ապրել էր, այլ ավելին կա, բայց ահա մարգարեն ասում է, կտակդ գրիր, որովհետև պիտի մեռնես։ Երկրորդ ակնարկը, որ ես տեսել եմ, դա մեղքն է։ Ես չեմ կարող պնդել, որ մեղքի պատճառով է հիվանդացել Եզեկիա թագավորը, բայց ես ուղղակի ուզում եմ մեջ բերել, որ նա հետևյալն ասաց. ով Տեր, դու ինձ բժշկեցիր եւ ապրեցրիր, դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբից հանելով, որովհետև բոլոր մեղքերս մեջքիդ ետևը գցեցիր։ Եզեկիայի մեղքի մասին մի փոքրիկ ակնարկ էլ կա Երեմիա մարգարեության մեջ, եթե չեմ սխալվում, դա 26-րդ գլուխն է, որ նա խոնարհվեց եւ ապաշխարեց եւ Աստված նրան տվեց հնարավորություն։ Անկեղծորեն ես չեմ պնդում կամ չեմ կարծում, որ նրա հիվանդության պատճառը եղել է մեղքը։ Ես ուղղակի արձանագրում եմ փաստը, որ Եզեկիան բժշկվելուց հետո ասաց. դու իմ մեղքը քո ետևի կողմը գցեցիր։ Երբ որ մարգարեն խոսեց նրա հետ, նա շրջվեց դեպի պատը եւ շատ դառը լաց եղավ։ Եվ ես ուզում եմ մեկ անգամ եւս կարդալ Սաղմոս 31:22-ը։ Իմ շփոթության մեջ ես ասացի, ես դեն գծվեցի քո աչքի առաջից, բայց դարձյալ լսեցիր աղաղակիս ձայնը, երբ որ ես դեպի քեզ աղաղակեցի, եւ Տերը բժշկեց Եզեկիա թագավորին։ Եզեկիան դրանից հետո մի որդի ունեցավ, եւ որդու անունը դրեց Մանասե, որը նշանակում է մոռացնող կամ մոռացության տալ։ Հիշում եք Հովսեփն էլ իր տղայի անունը դրեց Մանասե, ասելով, որ իմ տառապանքը Աստված ինձ մոռացնել տվեց։ Բայց թեկուզ Մանասե կոչեց եւ համարեց, որ Աստված բժշկել, մխիթարել ու մոռացության է մատնել,
Եսայա մարգարեության 38-րդ գլխի 15 համարում Եզեկիան հետևյալն է ասում, որ ինձ շատ դուր է գալիս, որը կարծես թե ասում է, որ ես չեմ մոռանալու երբեք Տեր ինչ է կատարվել իմ կյանքում։ Ասում է խոնարհությունով պիտի քայլեմ իմ բոլոր տարիներում, հիշելով իմ անձի ցավը։ Այո, ես բժշկվել եմ, Աստված 15 տարի երկարացրել է իմ կյանքը, եւ այդ 15 տարվա մեջ ես պիտի խոնարհությունով քայլեմ եւ այդ տարիներում խոնար ինձ պահեմ, հիշելով իմ անձի ցավը։ Եթե 16-րդ համարը ուսումնասիրեք, սրա վրա երկար կանգ չեմ առնի, 16-րդ համարի մեջ էլ ասում է, եւ դա օգտակար կլինի շատերի համար։ Շատերը կսովորեն դրանից։ Բայց ես շատ արագ ուզում եմ անդրադառնալ այն փաստին, որ Եզեկիայի կյանքում եկավ գոնե մի պահ, որ նա խոնարհությամբ չգնաց Տիրոջ առջև, ինչպես խոստացել էր։ Նա հպարտացավ, նրա սիրտը հպարտացավ։ Եվ դուք գիտեք Սուրբ գրքից, երբ որ բաբելացիք պատգամավորներ ուղարկեցին Եզեկիայի մոտ, փոխանակ Եզեկիա մարգարեն նրանց պատմեր Աստծո մեծագույն հրաշքը, թե ինչպես է ժամացույցի վրա Աքազի ժամացույցը, հիշում եք, ստվերը մի քանի աստիճան հետ գնացել եւ այլն։ Փոխանակ սեղան փռեր, դե փռած կլինի, պատգամավորներին հաց տված կլինի, եւ սեղանի վերի գլխին նստեցներ Եսայա մարգարեին եւ ասեր. «Տղերք, այո, դա եղել է իմ կյանքում, ճիշտ եք լսել։ Անբուժելի հիվանդությունով հիվանդ եմ եղել եւ պիտի մեռնեի, բայց Աստծո մարգարեն Աստծուց խոսք առավ եւ եկավ ու ինձ ասաց. Տերը 15 տարի երկարացնում է քո կյանքը եւ իմ անդարմանելի վերքերի վրա չորացած թուզ դրեց եւ ես բժշկվեցի։ Ահա Աստծո մարդը, ով որ ներկա է եղել այս ամբողջ պատմության մեջ»։ Ոչ, Եզեկիան այդպես չարեց։ Եզեկիան վերցրեց պատգամավորներին եւ տարավ ցույց տվեց իր զինանոցն ու գանձարանը, թե ինչ մեծ տղա է ինքը։ Եվ դուք հիշում եք այդ տեղը, երբ որ Եսայա մարգարեն եկավ եւ ասաց. «Կգան եւ քո սերունդներին ներքինի կդարձնեն եւ գերի կտանեն Բաբելոն, այն նույն Բաբելոնը, որոնց արչեւ, որոնց պատգամավորների արչեւ դու բարձեցել ես»։ Եվ երբ որ այս խոսքերը լսեց Եզեկիան, Եսայա 39-ի 8-ում էլ է գրված, թագավորած գրքում էլ, մնացորդացի մեջ էլ, նա ասաց. «Տիրոջ խոսքը, որ դու ասացիր, բարի է», եւ ասաց. «Որովհետեւ իմ օրում խաղաղություն եւ ապահովություն պիտի լինի»։ Քույրեր, եղբայրներ, այս հատվածի մեկնաբանությունը մեղայ Աստծո ես էլ ժամանակին ինչ որ շեշտադրումներով մեկնաբանել եմ, քար շպրտելով Եզեկիայի բոստանը, եւ միջև այսօր քարոզիչ եղբայրները բմբլում են մեր Եզեկիա եղբորը, որ կարծես թե անպատասխանատու մարդ է, ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, կարևորը իմ ժամանակ խաղաղությունը, հետո ինչ լինում է թող լինի։ Բայց գիտեք, ես մի տեղ կարդացի, ասում է ամեն Աստվածաշնչի մեկնաբանում է իր կյանքը։ Մենք երբ որ քարոզում ենք Հոբի մասին, իրականում քարոզում ենք մեր մասին, ոչ թե Հոբի պատմությունները, Հոբի մասին Հոբն է քարոզել։ Ես այստեղ այլ բան եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ, որ Եզեկիան ասում է փառք Տիրոջը, որ դեռ կա ժամանակ։ Փառք Տիրոջը, որ դեռ կան խաղաղության օրեր, որ ես հաջորդ սերնդի մեջ ներդնեմ արժեքներ, որը հասկացել եմ, իմ սխալներից եւ իմ հաղթանակներից։ Այո, Աստծո ասածը անխուսափելի է։ Իսրայելը պիտի գերության տարվի Բաբելոն։ Բայց այս խոսքը բարի է, որ իմ օրոք չի լինելու դա, որովհետև ես պիտի հասցնեմ Բաբելոն գնացող սերունդին սովորեցնել, թե ինչպես իրենց պահեն Բաբելոնում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին։ Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին պասիվ վիճակ չէ, քույրեր եղբայրներ։ Դա անճարության մի վիճակ չէ, որ մեր բռակը տալիս ենք Աստծուն։ Դե էլ ճար չկա, վերցրու ինչ ուզում ես արա։ Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին, նշանակում է ամբողջությամբ կենտրոնացած, գնահատելով իրավիճակի բոլոր շերտերը, անձը ծրարել եւ տալ Աստծուն, խնդրելով, որ Աստված կառավարի։ Իսկ Եզեկիայի համար
Դա նշանակում է իր որդիներին սովորեցնել Աստծո երկյուղը եւ ողորմությունը։ Նրա որդին թագավոր դարձավ Մանասեն, Իսրայելի ամենաչար թագավորներից մեկն էր։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, եկան նրան տարան գերության։ Կարդացեք մնացորդած գիրքը։ Թագավորացով ամբողջը չի երևում։ Սուրբ Գրքի մեջ Եզակի մարդկանց մասին է գրված եւ Մանասեի մասին գրված է։ Մանասեն սաստիկ խոնարհվեց Աստծո առաջ։ Եվ Տերը լսեց նրա աղոթքը։ Եվ Տերը նրան ազատեց։ Եվ Տերը նրան վերադարձրեց գահին։ Մանասեն շարունակեց թագավորել, որովհետև նրա հայրը սովորեցրել էր. որդիս, իմ կյանքում պատահել են դեպքեր, որ երբ որ Տիրոջ հաճությունն է եղել ինձ վրա, սուրս աչ ու ձախ փրթել է, բայց պատահել է, որ Տերը թաքցրել է իր երեսը եւ շփոթվել եմ, բայց երբ որ շփոթվել եմ, երբ որ աղաղակել եմ իմ Աստված, ինչու թողեցիր ինձ, դրանից հետո ասել եմ, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին եւ Աստված կառավարել է իմ կյանքը։ Մանասեի մասին այնպիսի լավ բաներ է գրված, որ շատ թագավորների մասին գրված չէ։ Ասում է Մանասեն վերադարձավ, տաճարը մաքրեց, զոհասեղանը կառուցեց, մի երկրորդ Պարիստ կառուցեց եւ մի հրաշալի տող է գրված։ Եվ Մանասեի ապաշխարությունը եւ Մանասեի աղոթքը դրանք գրված են այսինչ մարգարեի հիշատակարանում։ Քանի հոգի կուզեր, որ իր աղոթքը գրվեր։ Հալելույա։ Երրորդ մարդը եւ վերջին մարդը պիտի խնդրեմ փառաբանության խումբը գա։ Դա Հովնան մարգարեն է։ Հովնանն էլ անհնազանդություն արեց։ Աստծուն չենթարկվեց։ Եվ երկրորդ գլխի մեջ Հովնանն ասում է. ես ասացի ձկան փորում։ Ես ասացի, թե ես վրընդված եմ քո աչքի առաջից, սակայն էլի պիտի նայեմ քո սուրբ տաճարին։ Ինչ շրջապատեցին ջրերը միջև հոգիս, անդունդը ինձ պաշարել էր։ Հոգիս ինձ վրա նվաղելիս հիշեցի Տիրոջը։ Եվ իմ աղոթքը քեզ մոտ հասավ, քո սուրբ տաճարը։ Փուչ ունայնություններին նայողները իրենց լինելու ողորմությունը թողնում են, բայց ես օրհներգության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ։ Արած խոստմունքս պիտի կատարեմ։ Դժվար չէ կռահել ինչ խոստմունք է տվել։ Փրկությունը Տիրոջն է, եւ Տերը հրամայեց ձկանը, եւ նա Հովնանին փսխեց ցամաքը։ Ահա նա թողնված է, ահա նա շփոթված է, եւ ահա նրա ներսում կա աղաղակ. Տեր, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին։ Եթե Սամսոնի համար կյանքը Աստծո ձեռքերի մեջ հանձնել նշանակում էր մահ, եւ Տիրոջ առջև պատվական է իր սուրբերի մահը, եթե Եզեկիա թագավորի համար կյանքս քո ձեռքերի մեջ եմ հանձնում նշանակում է խոնարհությունով պիտի քայլեմ իմ կյանքի բոլոր օրերում, չմոռանամ իմ ցավը եւ սերունդներ պատրաստեմ, որ քեզ ճիշտ վարվեն, ապա Հովնանի համար կյանքս քո ձեռքերի մեջ եմ հանձնում, ասվածը նշանակում է այո Տեր, ես կգնամ եւ կծառայեմ քեզ։ Ես կքարոզեմ քո խոսքը Նինվեում։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս ձեր թույլտվությամբ կարդալ Սաղմոս 31-ի 22-ից 24 համարը, եթե դժվար չէ եկեք կանգնենք ոտքի։ Ես իմ շփոթության մեջ ասացի, թե ես դեն գծվեցա քո աչքի առջևից, բայց դարձյալ լսեցիր աղաղակիս ձայնը, երբ որ ես դեպի քեզ աղաղակեցի։ Ուշադրություն, սիրեցեք Տիրոջը, ով նրա ամեն սուրբեր, Տերը պահում է հավատացյալներին։ Քաջացեք եւ ձեր սրտերը թող զորանան, դուք ամենքդ, որ Տիրոջն եք հույս դրել։ Ես հավատացած եմ եւ իմ սրտում կա դա, որ այսօրը նորոգման օր է։ Իդեպ այս Սաղմոսը, որից կարդացի, վերնագիրը նավակատիքի Սաղմոս է։ Մի նոր սկզբի, մի նոր ընթացքի Սաղմոս։ Եվ այդ Սաղմոսն ասում է, երբ որ ես շփոթված էի, ես ինձ զգում էի դեն գծված, քո ներկայությունից հեռու, բայց ես աղաղակեցի դեպի քեզ եւ դու լսեցիր իմ աղոթքը եւ շրջվում է ու դիմում է ինձ եւ քեզ, սիրելի հավատացյալ։ Սիրեցեք Տիրոջը,
ով հավատացյալներ, Աստված իր ժողովրդին վերականգնել գիտի, Աստված իր ժողովրդին նորոգել գիտի, Աստված իր ժողովրդին փառավոր անել գիտի, միայն թե ծրարենք մեր կյանքերը եւ տանք նրան։ Քանի հոգի կա այս տան մեջ, որ կարող է ձեռքեր բարձրացնել եւ ասել՝ Տեր, հոգիս ձեռքերիդ մեջ եմ հանձնում։